Բարև ձեզ, Ազատել լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Գաղտնիք չենք ասի, եթե նշենք, որ կին եւ տղամարդ հարաբերություններում կինը եւ տղամարդը հասարակական կյանքում, ընտանիքում եւ շրջապատում տարբեր դեր եւ նշանակություն ունեն, չնայած որ այսօր տարբեր կառույցների, ծրագրերի եւ օրենքների միջոցով փորձում են արմատավորել նրանց հավասարությունը կյանքի տարբեր իրավիճակներում։ Այսօր կփորձենք հասկանալ, պարզաբանել այս երկու սեռերի տարբերությունները եւ դերը։ Թեմայի շուրջ կխոսի պատմաբան Գուրգեն Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, ասացի, որ խոսելու ենք կին եւ տղամարդ հարաբերությունների մասին եւ նրանց դերը առանձնապես պետք է մասնավորեցնենք, թե որն է մեր հասարակական կյանքում եւ անմիջապես անցնեմ առաջին հարցին։ Փորձենք հասկանալ, թե հասարակական գիտությամբ զբաղվողները, հոգեբաններն այսօր ինչպես են պատկերացնում կնոջ եւ տղամարդու հարաբերությունները եւ այս կոնտեքստում կնոջ եւ տղամարդու հավասար իրավունքներն ինչպես են ընկալվում եւ ներկայացվում։ Արևմտյան արժեքները, արևմտյան աշխարհաճանաչումը փորձ է արվում փաթաթել մյուս ազգերի վզին եւ փաստորեն ինչպես ազգերի մեջ արդեն բավականին երկար ժամանակ է գնում է համահատման քաղաքականություն, այսինքն ամեն ինչ արվում է, որ կորցնի ազգերի առանձնահատկությունները, ազգային դիմագիծը, փաստորեն ավելի մեծ մասշտաբներով դա փորձ է արվում նաև իրականացնել տղամարդու եւ կնոջ հարաբերությունների մեջ, դա ներկայացնելով որպես կնոջ եւ տղամարդու իրավունքների հավասարեցման, կնոջ իրավունքների պաշտպանության անվան տակ։ Ասենք որ իրականում կա դարեր շարունակ հատկապես արևելյան տիպիկ արևելյան եւ այսպես կոչված ավելի առաջադեմ եվրոպական երկրներում կանանց իրավունքի պաշտպանությունը դա ժխտել հնարավոր չէ, երբ ասենք կինը դարեր շարունակ փակված է եղել հարեմում, եղել է իրավազոր կամ արևմուտքում փաստորեն օգտագործվել է որպես դինաստիաների միջև հարաբերությունների կարգավորման կամ ասենք նրան օգտագործել են ավելի ստորին խավերը որպես աշխատող ձեռք ընտանիքում եւ փաստորեն դարեր շարունակ կանայք նաեւ առաջադեմ տղամարդիկ պայքարել են կնոջ իրավունքների պաշտպանության համար եւ դա բնական էր, ասեմ որ կնոջ իրավունքների պաշտպանությունը փաստորեն իր տպողները սկսեց տալ միայն եւ միայն 20-րդ դարի 50-ական թվականների վերջին 60-ական թվականներին, երբ ասենք կանանց տվեցին ընտրելու իրավունք, կին իրավունք ուներ նույնիսկ դատարանում հանդես գալու եւ այլն, բայց դա չպետք է խառնել այսպես կոչված ֆեմինիստական շարժման հետ, որը ընդհանրապես պարեստական ստեղծված մի շարժում էր եւ նրա ներկայացուցիչները, որոնք բավականին կասկածելի կանայք էին, սկսեցին խոսել կնոջ եւ տղամարդու հավասարության մասին, որը հակասում է բնության ընդհանրապես տրամաբանությանը, նույնիսկ նույն սեռի մարդիկ չեն կարող լինել հավասար, չնայած բնական է, որ ունեն իրենց բնական աստվածատուր իրավունքները, սակայն ամեն մեկը լինելով մի դիեզերք ունեն իրենց առանձնահատկություններ եւ իրենց տեղը, նշանակությունը հասարակության մեջ, ընտանիքում, բնության եւ այլն։ Սրանք անհրաժեշտ է տարբերել եւ չալուց ասեմ, ֆեմինիզմի շարժումը ընդհանրապես առաջացավ ոչ թե այն պատճառով, որ այդ շարժման անդամները ցանկանում էին պաշտպանել կնոջ իրավունքները, այլ որովհետև դեմ էին հասարակական հարաբերություններին եւ հատկապես ասենք 1960-ական թվականներին, ասենք Եվրոպայում, հատկապես Ամերիկայում, երբ բավականին հզոր քաղաքական գործիչ Քենեդին առաջ քաշեց, որ անհրաժեշտ է հասարակությունը առողջացնել եւ առաջ քաշեց, ասենք, նեգրերի իրավունքների պաշտպանությունը, երիտասարդության շարժումը, որը գտնում էր, որ անհրաժեշտ է ավելի լավ, ազնիվ հասարակություն ստեղծել, նաեւ կնոջ իրավունքները
Այ Քենեդու սպանությունից հետո հաստատ այդ շարժումները կազմակերպված ձևով վերևից աղավաղեցին, ասենք ներգրավական իրավունքների պաշտպանությունը վերածեցին աֆրոամերիկյան իրավունքների պաշտպանության, որը հանգեցրեց նրան, որ հիմա ասենք այդ աֆրոամերիկացիները առանձին գետոներում ապրում են, որտեղ ուրեմն մանուկ հասակից սովորեցնում են նրանց թմրադեղերից օգտվել, մահացության սարսափելի քանակ, միայնակ մայրերի հետ տրվող նպաստի պատճառով ճնշող մեծամասնությունը միայնակ մայրեր են, որովհետև չեն ուզում աշխատել եւ բավականին նրանց հանգիստ կարող են ապրել տրված նպաստներով։ Այդ նույն ձևով կնոջ իրավունքները վերածեցին կնոջ եւ տղամարդու իրավունքների պաշտպանության եւ եթե որևէ մեկ ուշադիր նայի, տեսնի, որ արևմուտքում կանանց իրավունքները հենց այդ պատճառով չպաշտպանվածն են, ընտանիքներում հիմնականում հոգսը ընկնում է կանանց վրա, որտեղ կանայք ցանկանում են իրենց պատկերել տեսնել որպես տղամարդ, որպես աշխատող բիզնեսմեն եւ ընտանիքները քայքայվում են մեծ հսկայական չափերի հասել այդ միայնակ մայրի գաղափարը կնոջ կենսաբանական առանձնահատկությունների հետևանքով ուրեմն կին զինվորները ավելի զգացումային են եւ նրանց կարելի ավելի լավ ուրեմն օգտագործել, որի համար բանակում ավելի մեծ քանակի կանանց են մտցնում, նաև ասենք եթե ստատիստիկան նայում ենք, դրա հետ նաև մեկտեղ չափչիծով մեծ քանակի է հասնում կանանց բռնաբարությունը եւ այլն։ Այսինքն երբ որ տեսնում ենք տղամարդը աշճանաբար իր ուսերից կնոջ ուսերին է բարդել իր խնդիրները, յությունը եւ վերածում միակի, որ ոչ տղամարդը, ոչ կին, որ ասենք հիմա նաև Հայաստանում կարելի է շատերի մոտ տեսնել, սրա հետ մեկտեղ նաև այդ տղամարդիկ, որ երբ իրենց ուսերից բեռը կամ պատասխանատվությունը գցում են կանանց վրա, տեղի ունենում դրա հակառակ պրոցեսը, երբ տղամարդիկ դադարում են տղամարդ լինելուց, գործում են իրենց տղամարդկային գծերը եւ մենք տեսնում ենք, որ այն նրան ինչին որ ձգտում էին հասնել, այսինքն համահարթել, վերացնել տղամարդու եւ կնոջ կենսաբանական բնական առանձնահատկությունները հանգեցնում են նրան, որ այդ սեռերը փաստորեն կորցնելով իրենց առանձնահատկությունները նաեւ դադարում են իրենց տեսակը պահպանել, իսկ այդպիսի էակները շատ ավելի հեշտ են կառավարվում, քան ասենք բուն կինը կամ տղամարդը եւ ասենք այդ բոլորի վերջնական արդյունքն հասել է այնտեղ, որ արևմուտքում սկսում են ընդունել օրենք, որ ասենք երեխայի ծննդյան վկայականում կարիք չկա հայտնագործություն անել, այլ անհրաժեշտ է ուսումնասիրել հին մտածողներին, որոնք մանրամասն տվել են այդ սեռերի տարբերությունը, առանձնահատկությունները եւ նրանց դերը հասարակության մեջ, ընտանիքի մեջ։ Պարոն Կարապետյան, ընդհանուր ներկայացրիք կնոջ եւ տղամարդու հարաբերությունները եւ կուզենամ նաեւ մասնավորեցնեք, որոնք են կնոջ եւ տղամարդու առանձնահատկությունը, որն է կնոջ եւ որն է տղամարդու դերը ընտանիքում եւ հասարակության մեջ, մասնավորեցնելով հայաստանյան իրավիճակը։ Իրական ասելով նկատի ունեմ միևնույն կենսաբանական տեսակի ներսում գոյություն ունեցող հարաբերությունները, ոչ թե ասենք միայն հասարակական մարդկային հարաբերությունները, ասենք կենդանիների մեջ կենդանայի տեսակները բաժանվում են արական կենդանիների եւ ասենք իքական կատնասուններից, ասենք ամենահատուկ, երբ որ նշում ենք արական համարվում են արյուծները, իսկ ասենք իքական համարվում են բորենիները։ Նրանք նաև տեսեք կենսաբանորեն են տարբերում իրարից, ասենք եթե արյուծները ավելի մեծ են իրենց էգերից, ապա բորենիների մոտ էգի սեռին պատկանողները մարմնով էլ ֆիզիկապես ավելի մեծ են, ավելի ուժեղ, քան արական սեռի ներկայացուցիչները եւ դրանց մեջ կա խիստ տարբերություն, հետաքրքիր է, որ այս երկու կենդանիները բնության մեջ ամենափոխային թշնամիներն են։ Ասեմ ձեզ, եւ ինչ այլոց նաեւ այդ արական եւ իքական նաեւ մարդկանց մեջ կան էթնիկական խմբեր, որոնք իրենց ցակումով, պատմական զարգացումով պատկանում են արական կամ
իգական սերունդն են։ Հասարակությունները կամ կենսաբանական միավորները, որոնք արական են, համենայն դեպս ավելի մեղմ են հարաբերությունները կենդանիների մեջ, ասենք առյուծները չունեն սովորություն ոչնչացնելու ձագերին կամ մեծ ճնշում գործադրել այդ տեսակների վրա, որը բացահայտ երևում է բորենիների մոտ, այնտեղ ասենք մայր բորենին խմբի ղեկավարն է, հոտի ղեկավարն է, դիտավորյալ պատերազմ կռիվ է սկսում, ուրեմն էկ ձագերի միջև, որպեսզի ոչնչացնի մեկը մեկին եւ ամենաուժեղը կարողանա ղեկավարել հոտը իրենից հետո, որը խոսում է այդ բարդ հարաբերությունների մասին ու մարդկային հասարակության մեջ նույնպես սոցիալականը բավականին մեծ նշանակություն է ունեցել, որի հետևանքով էլ ասենք սկզբնական շրջանում եղել է մայր իշխանություն, բնական է, որ նորից գլխավոր աշխատողը կերակրողը եղել է տղամարդը, սակայն արունակցական կապերը հաշվելու համար, այն որ տղամարդը ստիպված էր չափից դուրս երկար ժամանակ բացակայել, ասենք հոտից, պատճառ էր դառնում, որ ասենք մայր իշխանությունը ավելի ազդեցիկ էր եւ փաստորեն այդ արունակցությունը ժառանգությունը հաշվում էր մայրական կողմից բավականին երկար ժամանակ։ Հարաբերությունների փոփոխումը փաստորեն բերեց հայր իշխանությունը, որը ընդհանրապես մի նոր քայլ էր, որը պետք է վերջո հանգեցներ ընտանիքների ձևավորմանը։ Մարդու զարգացման համար ամենակարևորը երրորդ, ասենք պատմական էվոլյուցիոն զարգացումն է, որի հիման վրա փաստորեն ամենամեծ ազդեցություն է դա ունեցել տղամարդու եւ կնոջ դերերի պաշտպան վրա, որը ասացինք գալիս է տիեզերական եւ եթե այս մեր ասած 3 էվոլյուցիոն փուլերը կամ տեսակները հաշվեն, կարող ենք ասել նյութական էվոլյուցիան, այդ կենսականներ, ինչպես նարեկացիներ ասում, կավը, սոցիալական զգացումային հարաբերությունները, իսկ ասենք պատմական արդեն գալիս է ոգեղեն աստվածային ազդեցությունը, երեքն էլ կա նաև ստորադաս կենդանիների մոտ, բայց ավելի նվազ քանակությամբ, իսկ ասենք մարդունը հիմնականը ուրեմն պատմական զարգացումները։ Ինչ հիմա փաստորեն այդ զարգացումների հետևանքով ինչպիսի գլխավոր առանձնահատկություններ կան կնոջ եւ տղամարդու մեջ։ Կենսաբանական զարգացումից գալիս է այն, որ ուղեղի կառուցվածքով, զարգացման աստիճանով տղամարդն ու կինը բավականին տարբերվում են իրարից։ Կենսաբանության մեջ հայտնի է, որ ձախ կիսագունդը, որը պատասխան է տալիս օրգանիզմի աջ կողմի համար, ուրեմն գլխավոր նրա ֆունկցիաները վերացական մտածելակերպն է, իսկ աջ կիսագունդը, որը պատասխան է տալիս ձախ մարմնի մասի համար, հիմնականում ուրեմն առօրյա խնդիրների լուծման եւ զգացումների կարգավորման ֆունկցիաներն է կատարում։ Այս դրա հետևանքով փաստորեն տղամարդկանց մոտ ավելի հիմնարար է, ասենք, բնական գիտությունները, մաթեմատիկա, ֆիզիկան, իսկ ասենք այն զգացումային գիտությունները, էսթետիկա, կուլտուրա, նաեւ ասենք մշակույթի որոշ ճյուղեր, որոնք ասենք կապված չեն ֆիզիկական աշխատանքի հետ կամ ասենք նորից վերացական մտածելակերպի հետ, ավելի ուրեմն կանացի գործ է։ Սա գալիս է կենսաբանությունից, նաև մենք ասենք, որ հազարամյակներ շարունակ փաստորեն տղամարդը ստիպված է եղել օրեր, շաբաթներ հեռու լինել այդ հոտից, զբաղվել ասենք որսով եւ փաստորեն հոտու մնացած կանայք ստիպված էին ինքնուրույն մտածել երեխաների կերակրման խնդիրը լուծելու մասին, երբ ասենք տղամարդը բնական է, որ հոտից հեռանալուց հետո որոշ քանակությամբ վիրուսերից գցում էր առօրյա սերնդի կերակրման հարցը, որի համար էլ կանանց մոտ ավելի եւս սրվում է առօրյա խնդիրների լուծման անհրաժեշտությունը եւ փաստորեն տղամարդկանց մոտ դա բնական է, ասենք օրերով մարդը
անտառում, բաց դաշտում, գիշերելով, նայելով աստղերին, խոսելով տարբեր թեմաների մասին, ասորեն դա նույնպես պետք է նրան խթաներ, որ վերացական մտածելակերպը ավելի եւ ավելի զարգանար, ի տարբերություն կնոջ, նաեւ կինը մշտապես ստիպված լինելով իր ուսերին կրել հոտի պահպանման, կերակրման խնդիրը, նաև նրա մոտ այս զգացումային դաշտը ավելի խորանում կենդանիների մեջ մասնակի էս հարցին շփվում, բայց ամենայն դեպս դավաճանության հարցը։ Միշտ պետք է հիշեն, որ ուրեմն հանճարը խոսք է, երբ ասում են, որ ամենքին ընտրվում է ընտրելով։ Այսինքն առաջին հերթին կինն է, որ ընտրում է իր ընկերոջ կյանքի թե ժամանակավոր եւ նրանից ազդարարվող այդ ազդակներն են, որ թույլ են տալիս տղամարդուն մոտենալ կնոջը։ Նույնը տեղի ունենում նաեւ ուրեմն կենթանական աշխարհում, միևնույնն է արուները մրցում են իրար հետ թե ոչ, միևնույնն է եկն է որոշում թե ով է լինելու իր ապագա ձագերի հայրը եւ բնական է, որովհետեւ եթե ասենք արուները կարող են տարվա ընթացքում մի քանի սերունդ ունենալ եւ երկուսի մոտ էլ ինչպես արուի այնպես էլ եկի մոտ նստած է իր տեսակի պահպանման գաղափարը եւ արուն մտածում է որքան ինքը ավելի շատ սերունդ ունենա այնքան հավանականություն մեծ է որ իր տեսակը կշարունակվի իսկ ասենք տվյալ տեսակի եկը գիտե որ սահմանափակ է ինքը ասենք կարող է ունենալ 2 ամիսում 1 մարտին ամիսում 1 եւ նրա համար դառնում է առաջնային խնդիր ունենալ ամենաառողջ ձագերին ավելի շատ պաշտպանել կարողացող արվից ձագեր նույնը միջալոց կատարում է նաեւ կանանց հետ եւ տղամարդկանց եւ պետք է հաշվի առնել որ այն զգացմունքը, որը կոչվում է դավաճանություն, իրականում դա հոգեղեն հասկացողություն է, նորից հենվում է այդ սկզբունքի վրա եւ ֆրանսիական մի հանճարեղ փիլիսոփա ասում էր, եթե կինը պարզապես նայեց ուրիշ տղամարդու եւ համեմատեց իր ամուսնու հետ, արդեն նա դավաճանեց իր ամուսնուն, երբ խոսում ենք պատմական տղամարդու եւ կնոջ առանձնահատկությունների ձևավորման եւ խորացման մասին պետք է հաշվի առնենք, որ էթնիկական տարբեր խմբերը անցել են պատմական տարբեր ժամանակաշրջան, որի հետևանքով էլ փաստորեն նաեւ էթնիկական առանձին խմբերի միջև կա առանձնահատկություններ, կա ավանդույթների վրա ձևավորված տարբերություններ, որը նույնպես պետք է հաշվի առնել ու օրինակի համար ամենահնագույն բաժանումներից մեկը կարող ենք հաշվել հնդեվրոպական, արիական, հայկական տարբերության ձևավորումը տղամարդու եւ կնոջ եւ ասենք սեմիտականը ինչու՞մն է բանը ասենք երբ որ հայկական լեռնաշխարհից հնդեվրոպական ժողովուրդները դուրս էին գալիս նրանք հիմնականում դուրս էին գալիս համայնքներով այսինքն ցեղերով, ցեղային միություններով եւ այդ ցեղը ամբողջությամբ բնակչություն էր հաստատում հայկական լեռնաշխարհից դուրս եւ փաստորեն այդ համայնքները պաշտպանվում էին դարեր շարունակ, որի հետևանքով ընտանիքը առաջին հերթին ստանում էր իր համայնքի պաշտպանությունը, մյուս կողմից էլ փաստորեն նրա անկախությունը ընտանիքի բավականին սահմանափակվում էր իսկ ասենք երբ որ 4-րդ դարում սեմիտական ցեղերը սկսեցին դուրս գալ արաբական թերակղզուց այնտեղից արտագաղթը դեպի հյուսային միջագետ տեղի չունեցավ մասսայական կազմակերպված այլ դուրս էին գալիս անհատներ ընտանիքներ որը մի կողմից դուրս եկած ընտանիքներին զրկում էր համայնքի պաշտպանություններից փաստորեն նրանք չունեին համայնքներ, իսկ մյուս կողմից էլ նրանց տալիս էր ազատություն, որն էլ հենց գլխավոր պատճառը դարձավ, որ աքարացիներն ասենք հիմնականում զբաղվում էին առևտրով եւ սա հանգեցնում է նրան, որ ընտանիքների միջև առաջանում է նյութական անհավասարություն, բնակչության շերտավորում եւ այդ ժամանակ ձևավորվում է նաեւ ընտանիքի հասկացողությունը
արիական ընտանիքներում ի սկզբանե դա գալիս է ոչ թե կրոնից, այլ գալիս է այդ ընտանիքների ձևավորման պատմական փուլից, ձևավորվում է անհատ տղամարդու եւ կնոջ ուրեմն դաշինքը, որը որքան էլ ասենք պատմական ժամանակաշրջանում կարող էր աղավաղվել եւ ասենք ներկայացվել որպես ծնողների ցանկություն կամ ինչպես ասենք ընտանիքների միջև դաշինք ստեղծելու միջոց, միևնույն է հիմնականում հենվում է երիտասարդ տղայի եւ աղջկա փոխհամաձայնության վրա։ Սեմիտական ուրեմն ընտանիքների ձևավորումը դառնում է չափանիշը հասարակության մեջ գրաված դիրքի, այսինքն ով ավելի հարուստ է, ի վիճակի ավելի շատ կանայք ունենալ, սկսում է ուրեմն պարզապես գնել երիտասարդ աղջիկներին, որը սկսում է ձևավորել հարեմի գաղափարը, իսկ ասենք մյուս կողմում նրանք, ովքեր վիճակի չեն կին գնելու, ասենք տարածված երևույթ էր հрьяաների մոտ մինչև վերջին ժամանակներս, երբ ասենք ավակ եղբոր մահվան դեպքում կրտսեր եղբայրը ամուսնանում էր ավակ եղբոր կնոջ հետ, որովհետև ազատվում էր նորից փող ծախսելու եւ նոր կին գնելու համար, եւ դա հասնում է մինչեւ այնտեղ, որ սկսում է մեծ տարածում ստանալ ընտանիքի ներսում ամուսնությունը, երբ եղբայրը սկսում է ամուսնանալ քրոջ հետ, նույնիսկ հայրը իր աղջկա հետ, որը փաստորեն բավականին երկար տարածվեց, հետագայում ցավոք սրտի ասենք հույները երբ մակեդոնացի արշավանքներից հետո եկան արևելք, այդ ավանդույթը նաև տարածվեց այդ հիմնված տեղական արխայական տոհմերի մեջ, այսինքն նորից տեղի ունեցավ մեկի ավանդույթի իման վրա պատմական էվոլյուցիայի անցումը մեկ այլին, որը եթե ասենք սեմիտների մոտ էդի մեծ ողբերգությունների չեր հանգեցել, ապա հույների մոտ որ այդպես բան չէր եղել, շատ կարճ ժամանակահատվածում հանգեցրել սարսափելի հետևանքների, երբ ուրեմն ամբողջ դինաստիաներ ամենապարզագույն հիվանդություններից ոչնչացան, որովհետև չունեին իմունիտետ եւ փաստորեն ուրիշ ազգի ավանդույթի վերցնելը կործանարար եղավ նրանց համար։ Ձախ եւ աջ կիսագնդների տարբեր զարգացումը նաեւ հանգեցնում է մի շատ կարևոր առանձնահատկության տարբերության կնոջ եւ տղամարդու մոտ։ Ասենք տղամարդի ձախ կիսագնդի զարգացումը հանգեցնում է նրան, որ տղամարդու մոտ վերացական մտածելակերպը լավ զարգացած է եւ նա բավականին պարզ ընկալելի էակ է կնոջ մոտ, որովհետև զարգանում է ինչպես առօրյա խնդիրների լուծումը, այնպես էլ զգացումային, ուրեմն հարցերի լուծումը նրա մոտ ուրեմն ավելի բարդ հոգեբանական կառուցվածք է ստացվում, որի հետևանքով էլ փաստորեն կանայք ունեն ավելի տարբեր խառնվածքներ, ավելի են տարբերվում մեկը մեկից, քան ասենք տղամարդը անհրաժեշտություն ունի, լրացում ունի, նաև ուրեմն դա է պնդում թվերի սրբությունը, ըստ թվերի սրբացման տղամարդը նույնացում է մեկի հետ եւ գտնում են, որ մեկը միայնակի խորհրդանիշն է, որի համար էլ տղամարդը միշտ միայնակ են եւ իրեն ամբողջացնելու, լրացնելու համար անհրաժեշտ է երկուսը, այսինքն կինը, եւ իրականում էլ երբ որ նայում ենք պատմության դեպքերին, թանուր պատմությանը տեսնում ենք, որ ասենք կարևորագույն մեծ պատմական փոփոխություններ բերած գաղափարախոսությունները իրականացրել են տղամարդիկ, բայց այդ ցանկացած այդ տղամարդուն եթե ուշադիր նայում ենք, տեսնում ենք, որ այդ տղամարդու կողքին եղել է կինը, դա կարող է լինել նրա մայրը, իր կինը, իր ընկերուհին կամ պլատոնյան սիրով իրար նվիրված կին, որը փաստորեն նրան ամբողջ կյանքում աջակցել է նրա գաղափարները հասարակության մեջ տարածելու համար։ Փաստորեն կարող ենք ասել, որ այդ կինը գուցե ամբողջությամբ չմնացած Մուհամեդի կողքին իր առաջին կինը, որոնք փաստորեն մեծ ազդեցություն են ունեցել նրանց հոգեբանության ձևավորման վրա։ Մենք խոսեցինք ընկերուհու գաղափարի մասին կնոջ, նաև ուրեմն
երբ կնոջ մոտ այդ զգացումայինը լինում է չափից դուրս շատ, նա փաստորեն կարող է ընկերուհի դառնալու փոխարեն դառնալ ասենք երեխաների մայր եւ ամբողջ իր կյանքը տեսնել միայն եւ միայն իր երեխաների պահելու, մեծացնելու գործում։ Կցանկանամ նաև դուք այս կոնտեքստում ներկայացնեք, արդյոք հարկավոր է տարբեր մեթոդներ եւ միջոցներ կիրառել արական եւ իգական սեռերի դաստիարակման համար։ Մակարենկոն մի հանճարեղ խոսք ունի, ասում են, երբ մի կին հզոր մանկավարժին հարցնում է, որ իր երեխան արդեն 2 ամսական է, ժամանակը չէ, որ զբաղվի նրա դաստիարակությամբ, Մակարենկոն պատասխանում, ասենք, երբ հղի կինը լսում է լուրջ դասական երաժշտություն, այդ երեխան ուրեմն ավելի շատ ձգտում է ունենում, ասած դասական մշակույթին, հայրենասիրական երգերը ունենում են հենց հայրենասիրական ազդեցություն, իսկ այժմյան երաժշտությունը երեխայի մոտ ձևավորվում է ներվային, որ երեխաները, ընդհանրապես մարդը ծնվում է իր բնավորության գոնե 60%-ը ծնվում է նրա հետ, այսինքն գոյություն ունի գենային հիշողություն, գոյություն ունի գենային դաստիարակություն եւ սարսափելի է, երբ ասենք մի տոհմի երեխա, որը ասենք օրինակի համար մարդասպան է, փորձում է նրան տալ բարձր դաստիարակություն եւ ուրեմն պատրաստել հասարակության մեջ բարձր դիրքի հավատացեքից, դա պատճառ է դառնում, որ տվյալ ազգը լավագույն դեպքում ունենում է սպարապետ եւ եթե նա լավ դաստիարակություն չստանար, կսպաներ մեկին կգնար կնստեր, հիմա նա դառնում է սպարապետ եւ սպանում է 100,000-ավոր մարդկանց։ Սա իրականում ապացուցված բան է, որ գոյություն ունի գենային դաստիարակությունը, բայց նաև իհարկե կա երեխայի դաստիարակությունը, որի համար անհրաժեշտ է իմանալ մի քանի կարևոր սկզբունքներ։ Ուրեմն երբ երեխաները ծնվում են, ուրեմն երեխաների մոտ կա հակառակ սեռի նկատմամբ ձգտումը։ Այսինքն տղա երեխաները ձգտում են դեպի մայրը, որտեղ ցանկանում են լրացնել իրենց ներսում գենային եղած այդ ուժային ուրեմն սկզբունքները քնքշանքով, սիրով, իսկ աղջիկների մոտ պակասում է ուրեմն պաշտպանված լինելու զգացումը, որի համար ձգտում կա դեպի հայրը, եւ սա պետք է ամեն մի երիտասարդ ընտանիք լավ իմանա ու մոտավորապես 5-6 տարեկանից անհրաժեշտ է նուրբ առանց մեծ բախումների այդ սեռի երեխային ավելի կապել իր սեռի ծնողի հետ, այսինքն պետք է հայրը ավելի շատ զբաղվի իր որդով, նրա հետ գնա ձկնորսությամբ, որսի, առանձին զրույցի եւ էական չէ զրույցները երեխան ամբողջությամբ կնկալի թե ոչ, միևնույն է նա մտնում է շերտը, իսկ մայրը պետք է աղջկան փորձի սովորեցնել քնքշության, կապել իր հետ, կապել ընտանեկան գործերին, այսինքն նրա մեջ զարգացնի կանացիությունը, իգական ուղղվածությունը, որը ցավոք սրտի չափից դուրս պակասում է նաև հայերի մոտ, տարածված երևույթ է, երբ ասենք նույնիսկ 10-11 տարեկան տղային լողացնում է մայրը, որ արդեն տրամաբանությունից դուրս է, կամ թե չէ, տղամարդը հպարտորեն ասում է, որ իր աղջիկը տղամարդ աղջիկ է եւ ուրախանում է, երբ որ նա կոպտում է կամ կարողանում է լավ պատասխան տալ տղաներին փողոցում, որը արդեն սխալ դաստիարակության արդյունք է։ Ինչպես դրսում, այնպես էլ Հայաստանում հասարակությունը բավականին հիվանդ է եւ կուզենայի ասել, որ սա իմ սուբյեկտիվ անձնական կարծիքն է, որովհետեւ մենք ուզում ենք առողջացնել մեր հասարակությունը, հայ ազգին վերածնել, վերադաստիարակել, կանեցնել պատմության, էվոլյուցիան զարգացման այն փուլի վրա, որին արժանի է հայությունը, առաջին հերթին պետք է սկսել հայ օրիորդի դաստիարակությունից, որտեղ ես ասեցի, որ ամեն տղամարդ է դառնում, երբ իր կողքին կա իր նվիրված կինը, եւ այ անհրաժեշտ է դաստիարակել այն օրիորդներին, որոնք պետք է վաղը դառնան մայրեր, կանայք,
հայ տղամարդու ընկերուհի, որոնց օգնությամբ շատ ավելի արագ կարողանա դաստիարակվել հայ տղամարդը, իսկ տղամարդու դաստիարակության համար էլ պարտադիր անհրաժեշտ է, որ Հայաստանում ամեն մի պատանի 18 տարեկանում ծառայի հայկական բանակում, որովհետև իրականում բանակը առաջին հերթին ոչ թե երկրի պաշտպանության համար է տվյալ պահին, այլ ապագա պաշտպաններ ձևավորելու համար է, եւ պատկերացրեք, եթե մենք ունենանք իսկական, իրական ազգային բանակ, որտեղ լինի դրված ազգային տրամաբանված հզոր մշակված ազգային գաղափարախոսություն, մենք ընդամենը 10-12 տարվա ընթացքում կունենանք արդեն մի հսկա սերունդ, որը կունենա ազգային դաստիարակություն, ազգային նվիրվածություն, հայրենասեր երիտասարդություն, որի կողքին նաև հայ իսկական հայ օրիորդը լինելու դեպքում փաստորեն մենք վստահ կարող ենք ասել, որ կունենանք հայ առողջ ընտանիք, առողջ հասարակություն եւ հզոր անպարտ պետություն։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, սիրելիներս, այսօր այսքան հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատել լրատվականի Ձայն Արարատի հայագիտական հաղորդաշար, հաջողություն կհանդիպենք։